Մեր հասարակության շինարարներ կան, որից ես հավել չի առնի, բայց մարդիկ իրանցից տաներ են առել։ Իմաստ կա Հայաստանում ընդհանրապես գույք գնել հիմա։ Ես հիշում եմ մի հատ տարիքով մարդ ասում էր Գարիկ ջան, բոլորը ցույց են տալի իմ գույքը, այսքանի տարի, բայց չի վաճառվում։ Ինչու՞, ասի ձեր տունը տրամպլին է, ձեր տան միջոցով գնում ուրիշ տուն են վաճառում ռիելտորները։ Ախր Երևանը այնքան անհարմար դառնում գնալով, որ ես չեմ կարծում որ լավ տեղ ալին 20 տարի հետո, 15 տարի հետո։ $1 միլիոն ունեցող, $3 միլիոն ունեցող TikTok-ում չի այախբերում համար է սկսում։ Մարդիկ պատանուկի այվազոսկի են նկարում, ասում 2 միլիոնով ծախում։ Բարև բոլորին, այսօր մեր հյուրը Գարիկ Դանիելյանն է, Stay In կազմակերպության հիմնադիր։ Գարիկ ջան, մերսի շատ որ եկել ես։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Շատ հետաքրքիր զրույց է լինելու անշարժ գույքի շուկայի մասին, Երևանի ու քո մասին, քո անձնական բրենդի մասին։ Ինձ շատ հետաքրքիր է անձնական բրենդի թեման։ Ու այս ստուդիայում արդեն մի քանի հոգի եղել են, ովքեր որ իրանց անձնական բրենդը կառուցել են ու շատ հետաքրքիր արդյունք են ստացել։ Ու ինձ հետաքրքիր է քո աուդիտորիան ու արդյոք դու կարողանում ես այդ աուդիտորիան վերացնես հաճախորդներին, որովհետև շատ կա նեգատիվ, շատ կա ոնց որ վատ կոմենտներ համացանցում։ Իմ կարծիքով դժվար է նեգատիվը վերացնել ինչ որ մոնետիզացիայի, դարձնել այդ նեգատիվը գումար, քո մոտ ոնց է ստացվում։ Ես օգտվում եմ պոզիտիվից, հակառակից, ասենք որ կա նաև դրա հակառակը, քիչ տոկոսակազմում, բայց դրական արձագանքներն են կամ ողջամիտ։ Հիմա մենք լուսաբանում ենք այն ինչ որ իրական է։ Շատ հաճախ իմ դեմքը ասոցիացնում են, որ ես եմ պատճառը, որ գները թանկ են Հայաստանում։ Բոլորը թող օգտվելու առիթից ասեմ, որ ես մեղավոր չեմ։ Դե պարզ տրամաբանություն է, մտածում են, որ ինքը օժանդակում է թանկանա ու իր տոկոսը շատ լինի։ Բայց բոլորին զարմացնեմ, ասեմ, որ չէ։ Եթե ցածր լինի, մենք գործարքների քանակը շատ կանենք եւ ավելի շատ գումար կաշխատենք։ Բայց այդ պրիմիտիվ տրամաբանությունը չի աշխատում։ Ուղղակի մենք հանրայնացնում ենք այն, ինչ որ մարդիկ ցանկանում են իրենց գույքի համար եւ դա իրանց իրավունքն է, ոչ մեկ չի կարող պարտադրել, շուկան է պարտադրում առաջարկ պահանջարկի ձևավորմամբ։ Բայց այդ ոնց որ քո սեգմենտը ինքը միջինից բարձր սեգմենտ է, ես ճիշտ եմ հասկանում։ Միջինից բարձր սեգմենտը արդյոք ընտրություն է կատարում հիմա նման գործարքների ժամանակ Instagram-ի միջոցով կամ շատ լավ բան ես հարցնում։ Շատ տարածված մեկնաբանություն է, $1 միլիոն ունեցող, $3 միլիոն ունեցող TikTok-ում չի այախբերում համար է սկսում։ Ասեմ ձեզ, նախ սխալվում են։ Հարուստներն են TikTok-ում, գործարարներն են, քաղաքական գործիչներն են, ոչ իրանց անուններով, մեկ։ Անկամ եթե իրենք չունեն սեր, ժամանակ կամ իրենցը չի, իրենք ունեն օգնականներ։ Մի քանի օգնականներ, որոնց պատվիրակում են, որ ինձ պետք է բնակարան վարձելու, չգիտեմ, իմս վաճառելու, բնակարանս վաճառելու առանձնատուն գնելու համար, խնդրում եմ զբաղվեք։ Ունեն ի վերջո իրանք կանայք, երեխաներ հասուն տարիքի, որ քննարկում են, ասում են, դե այդ գործով դուք զբաղվեք։ Այդ մարդիկ օգտվում են այդ հարթակներից, եւ ժամանակ ունեն, եւ միգուցե սիրում են, ու գալիս է մտքին, որ հոպ, մենք փնտրում ենք մոտավոր այս գույքը գրենք։ Մարդկանց մոտ տպավորություն, որ տենց ովքեր ունեն $1 միլիոն, իրանք են կինոյի տղայի պես, այնքան զբաղված են, որ հեռախոսի մեջ չեն հասցնում նայեն։ Իսկ ես հակառակը կասեմ։ Այդ զանգվածը ավելի շատ նորություն է նայում քաղաքական։ Facebook-ը ավելի ուժագործիկ է, այս առումով, քան TikTok-ը ու անգամ Instagram-ը։ Նայում են նորություններ, քաղաքական նորություններ եւ բերում է գովաստ կամ ինչ-որ որով գույք կա ու մարդը հիշում է, որ ինքը իդեպ ունի մի բան վաճառելու կամ ցանկանում է գնել, հա։ Այսինքն ստացվում է, որ քո հաճախորդը այն $1 միլիոն ունեցող մարդը չի փաստացի, այլ իր կինը, իր օգնականը ավելի շատ, բայց որոշում կայացնողը ով է այդ դեպքում։ Որոշում կայացնողը գումարի սեփականատերն է։ Ասեմ խեմ հարցնում, որովհետև աշխարհում մի հատ sense պրինցիպ կա, ոչ թե պրինցիպ, այլ տվյալներ կան, որ որոշում կայացնող մարդկանց 70-ից 80%-ը գույք առնելու ժամանակ կանայք են։ Համաձայն եմ։ Հայաստանում էլ է նույն սկզբունքը։ Այդ հարցում չմտածեք պատրիարխատը։ Ես 20 տարվա ռիելտոր եմ։ Եթե ամուսնական զույգ հայկի գործ ավելի հեշտ է եղել, որ միանգամից կինն էլ է ներկա եղել։ Նայում ես տղամարդու աչքերի մեջ, բայց ավելի շատ կնոր սրտից ես խոսում, եթե ուզում ես գովաս այդ գույք։ Իսկ շատ նորմալ է որ վերջում ամուսինը ասում է գիտես Գարիկ ջան, արդեն հոգնել եմ ընտրությունից։
Թող կինես որոշ որտեվ ինքն է տանը շատ լինում, ես քիչ եմ լինում։ Այդե կնիկ, որը ուզում ես, եթե կառնենք։ Դա նորմալ է։ Ու կարծում եմ Ֆրանսիայում էլ կլինի, որտեվ իրոք տան ներսիսյուն ասածը արտաքինը տղամարդն է, ներքինը կինն է, համեմատ իշխանել հիմա գենդերային հավասարություն եւ այլն, ամուսինները այո, թողում են շատ հաճախ կանանց վրա։ Եթե մարդ փնտրում է իր ընտանիքով բնակվելու համար, ունի երեխաներ, իհարկե արդեն եւ էկոլոգիային է նայում, եւ խաղահրապարակին է նայում, որտեղ պետք է երեխան խաղա, որ դպրոցը հաճախի, այդ ամեն ինչը կապ ունի։ Ու կա մի սեգմենտ, որ զուտ նայում է ինվեստիցիոն ներդրումային, որ այսինքն ես ունեմ X գումար, ավելի լավ է խուսափեմ ինֆլյացիայից, ներդնեմ անշարժ մեջ, որը հետագայում կաճի ու դա ապացուցվել է։ Վերջի 30-40 տարիներում քանի անգամ է աճել։ Դաժե վերջին 5 տարում, 5-7 երևի լավ աճել է։ Հա, վերջի 5-7 տարում աճել է 2.5 անգամ, եթե ոչ 3 ասեմ։ Հիմա հետընթաց ապրում դանդաղ տեմպերով, որը նորմալ է։ Ավելի լավ է, քան էլ աճեր, որտեղ քշի կանար շատ։ Իսկ վերջի մեր հանրապետության 30 քանի տարվա մեջ 50-ից ավել անգամ թանկացել է, ես ասեմ։ Այդ մի հատ հետաքրքիր ստատիստիկա կա, որ աշխարհում մարդկանց միլիոնատերների 90%-ը համարյա հարուստացել են կամ շատացրել են իրենց ունեցվածքը հենց անշարժ գույքի միջոցով։ Ինձ թվում է Հայաստանը այդ առաջատարներից մեկն է, որովհետև ով որ 90-ականներին գույքն է գնել ստեղ ու պահպանել է, հիմա երևի միլիոնատեր է իսկականից։ $15,000 նույնատիպ գույքը հիմա արդեն 200,000 է։ Իհարկե հաշվենք նաև այնտեղ կուրսի փոփոխություններ, ինֆլյացիա, $15,000 90-ականների գնողանակությունը շատ ավելի մեծ էր, քան հիմա։ Հիմա $15,000-ով առանձնապես լուրջ բան չես առնի, բայց այն ժամանակ կառնեիր, եթե ոչ անշարժ գույքի, այլ ինչ որ լիներ ոսկի, լիներ այլ տիպի ներդրումներ։ Երկիր մոլորակի բնակչությունը աճում է։ 90-ականներին 7 միլիարդ է չկար։ Հիմա արդեն 8-ն է։ Քանի տոկոսանոց աճատվ է, հաշվենք, հա 10-ից ավել 15%։ 6 միլիարդ է 90-ականներին, չէ՞։ Հա, 6 ու քանիս էր մոտենում էր 7-ին, հիմա արդեն 8-ին է մոտեցել, կամ ծակել է 8-ը, ու այդ տենդենսը շատ արագ երկրաչափական պրոգրեսիայով գնում է։ Ու դա նորմալ է, որ պլյուս այդ ամեն ինչի մարդկանց կենցաղն է փոխվել։ Առաջ կարող էր հայր-մայր 2 երեխա, ամենք իր 2 երեխա ապրել մի տան մեջ, հիմա առանձնանալ ըստ հնարավորության, եթե ներում է, հա, արդեն մշակույթային կապանքները չկան, եթե ֆինանսապես հնարավորություն ունեն ու կան մարդիկ որ ունեն, իրանք առանձին են ապրում ծնողներից եւ դա բերում է առանձին բնակ մակերեսը մեծացել է մեկ շնչի համար, հա, ինչպես մեքենաների կոմֆորտն է շատացել մեծացել, փոքր են մեքենաները, հիշում եք, էկոնոմ եւ փոքր, հիմա մեծ են եւ հարմարավետ, նույն անշարժ գույքն է։ Պրոստը անշարժ գույքի դեպքում դες ոնց որ արդեն տարբերակներ կան Հայաստանում 20 քանի մետր մակերեսով բնակարաններ եւ այլն, բայց ոնց է միաժամանակ պահանջարկը շատանում է, որ մի հոգու համար ավելի շատ տարածք լինի, բայց միևնույն ժամանակ կառուցապատողները ստեղծում են ավելի փոքր բնակարաններ, որովհետեւ պահանջարկ կա։ Տեսեք, խորհրդային ֆոնդը ուներ հստակ չափանիշներ, հա, ասենք 40 մետր, 60-70 մետր եւ 80-90 ու մի քանի հատ ցեկայի պրոյեկտներ կային, որ 110 քառակուսի էր, դա ամենասուպեր լյուքսն էր խորհրդային։ Խորհրդայինից հետո 90-ականների առաջի հենց փուլը սկսեց նորակառույցների, այնտեղ որ նայեք 150-200 մետրից պակաս բնակարաններ չկան, կան եթե վերցրեք կիսել են։ Որտեղ շուկայում կար պահանջարկ, երկու տուն առնենք, միացնենք իրար, մի պլաշատ կային, որ անում էին, մեծ տուն ունենանք։ Մարդիկ հասկացան դրա պահանջարկը կա, հետ խորհրդային, արեցին ու շատ լավ վաճառեցին։ Նույն հյուսիսային պողոտան կարող եք նայել, նույն էլիտ գրուպը բան առաջ շինարարների մոտ, որ նայեք 120-ից 200-300 մետր են բնակարաններ ու շատ հաջող իրանք վաճառել են։ Եղել է պահանջարկ։ Հետո առաջարկը շատացավ նման մեծ բնակարաններ, հակառակ դեֆիցիտը տեղի ունեցավ։ Ու մարդիկ արդեն նաև արտասահմանյան փորձը հասկանալով, շուկայի տենդենցիաները հասկանալով, հիմա էլ շատ պոպուլար է ստուդիաները։ Հիմա մենք խոսում ենք 20-25-30 մետրանոց ստուդիա, եթե նայենք զարգացած երկրներում 8-9-10 մետրանոց ստուդիաներ կան։ Փարիզում կարաս 10 քառակուսի մետր բնակարան վարձես, այս դեռ սենյակի չափ։ Վարձում են մարդիկ ապրում են։ Բայց դա նորմալ չի։ Մարդու առողջության համար, մարդու կյանքի որակի համար դա ոնց որ նորմալ չի։ Ինձ թվում է ավելի շատ բնական լուսավորվածություն,
ջուր, չգիտեմ, կոյուղի ինչ տարբերություն։ Այդ համար շատ կարևոր է տարածքը, որի մեջ ինքը գտնվում է, որ բանում վերևը շատ տեղ լինի, որ ինքը ընդհանրապես լայն ինչ-որ տարածքում գտնվի։ Ես տեղ ավելի շատ կողմ եմ, որ մենք դեպի ռուսական ստանդարտները գնանք, որտեղ որ նույն կառավարությունը հիմա մտածում է, որ չպետք է շատ փոքր շենքերի իրանք ստեղծեն, որտեղ դա նորմալ չի, դա ազդում է երկրի արդեն մարդկային ֆոնդի վրա, այսինքն բնակչությունն է քչանում, մարդիկ ավելի շատ առնում են այդ փոքր տները, ու այդ փոքր տներում իրանց ապագան չեն տեսնում, չեն կարող ընտանիք կառուցեն, էլի, այսինքն գլոբալ առումով։ Ես չեմ կարծում Ռուսաստանի դեմոգրաֆիայի խնդիրը վերջ տասնամյակներում ունի, շատ խիստ ունի ու շարունակում է ունենալ, դա կառուցապատողների կամ շենքերի մեջ չի։ Էլի հաշվի առնենք, որ Ռուսաստանի բնակֆոնդի էլի գերակշռող մասը խորհրդային պրոյեկտներն են։ Հենց խորհրդի ժառանգած շենքերն են, խորհրդային ստանդարտներով, քանի 1 շնչին 8 մետր քառակուսի եւ այլն տրամադրել են։ Դա ուրիշ խնդիր է։ Դա ունի սոցիալ-տնտեսական խնդիր, մշակութային խնդիր, իրանց ազգաբնակչությունը չի աճում։ Կարող է այդտեղ իրանք ինչ-որ նաեւ այդ սուբսիդիաներով պետական եթե կան ինչ-որ այդպես հոգեբանական վերլուծություն կատարած լինեն, հա, բնակ, եթե նվեր են տալիս զինվորականին, վետերաններին, սովորական կառուցապատողներին հիմա ստիպում են, ինչ-որ կարծեմ 30 քանի մետրից ոչ պակաս բնակարաններ կառուցել։ Հնարավոր է։ Դաման այնտեղ կան կատեգորիաներ, կոչվում են ապարտամենտի, բայց շենքը ինքը բնակելի շենքը, մարդիկ բնակվում են, գնում են ապրելու կամ վարձով հանձնելու համար, բայց կոչվում է ապարտամենտ, ու այնտեղ գրանցել չի կարելի։ Դա մի քիչ կատեգորիայով ավելի մատչելի են, քան բնակարանները, որտեղ կարող ես ունենալ գրանցում։ Հնարավոր է այդ օրենքների ինչ որ արդյունքում ձևավորվի այդ նոր տերմինը, որտեղ նախկին տարիներին չեմ լսել, ես ինքս առիթ ունեցել եմ անշարժույթում աշխատել Մոսկվայում 2010 թվականին։ Մոտ 1-2 ամսվա օրենք է, որ իրանք ցած խստացրել են, դա որովհետև պատերազմը հիմա իրանց բնակչության քանակը իրոք հիմա այս SV-ով պայմանավորված են երևի փոփոխություններ արել։ Նաև դրանով, որտեղ իրանք ըստ պրոգնոզի իրանք մինչև 2050 թիվը կլինեն 100 միլիոն հոգանոց երկիր։ Այս խելքով որ գնանք աղոթանացնել լինեն։ Այդ արդեն չքաղաքականացնենք, բայց այն օբյեկտիվ կարծիքն է, որ գիտեք խելացի մարդ այնտեղ պակաս է ըստ ինձ։ Դու նշել ես, որ լավը որ գները սկսել են կամած իջնել Հայաստանում։ Շատ լավ է։ Ես որպես մարդ, ով որ ուզում է գնել Հայաստանում ինչ-որ անշարժույթ, նայում եմ Հայաստանին ու ասում եմ, այստեղ շուկան տաքացել է շատ ու անիմաստ է գնել ստեղ բնակարան կարծես թե, որովհետև պետք է առնես անշարժ գույք այդտեղ, որտեղ որ ինքը կունենա աճ։ Օրինակ, հիմա Արաբական Էմիրատները, Սաուդյան Արաբիան, նույն Վրաստանը, որտեղ անշարժ գույքը մի քանի անգամ էժան է, 2-3 անգամ շատ հաճախ էժան է լինում։ Չի ասի 2-3, բայց Թբիլիսիում ավելի էժան է։ Հա։ Այնինչ մեր մոտ արժի 1 քառակուսի մետրը $5,000, նույն կատեգորիա մոտ 3,000 է իրաց մոտ։ Հիմա ուզում եմ հասկանամ, արդյոք իմաստ կա ես հիմա պայմանական ես առնեմ բնակարան կամ անշարժ գույք ուրիշ Հայաստանում։ Արդյոք ես կունենամ ակտիվ, ոչ թե пассив, որի վրա ես կծախսվեմ ավելի շատ։ Չեք ծախսվի, ամեն դեպքում տեսեք, եթե ներդրումային առումով եք նայում, հա, հիմա ժամանակն է որ սպասեք ու շատերը հիմա այդպես են անում, բայց այդ սպասելն էլ ձև հեշտ չի։ Բայց ես ասեմ, նախորդ հարցին եմ ուզում ասեմ, գնումը դա էմոցիոնալ որոշում է։ Ոչ, թվում է թե մեզ գիտակից է, դա էմոցիոնալ որոշում է։ Անկամ բնակարանի։ Դուք ունեք X գումար։ Նվիրել են, օտարել եք ինչ-որ գույք հավաքվել, աշխատել եք։ Այդ գումարը բանկում է։ Մարդ մտածում է, պահի թե չէ։ Շատ դժվար է ամեն օր արթնանալ ու կուրսը նայել, դոլարը ինչքան դարավ։ Դա ես ասեմ, դա կախվածություն է։ Ես ունեմ այդ ծանոթներ։ Ինքը օրը 5 անգամ կուրս է ստուգում դոլար դրամի։ Ասում եմ, փողերը դոլար է, ախպեր։ Գրագիտությունը չի բավարար զամբուղանը, ոչ բոլորն են ֆայլ որ կարա կեսը դրամ անել, կեսը բերել դոլար, որ ինչ որ բարձրանա բան, այդ կշերքը չմանրանամ։ Դա ստրես է առաջացնում, 1։ Այդ ստրեսից խուսափելու համար 1. Կուրսը իրոք ոչ ստաբիլ է մեր երկրի ցավոք սրտի։ Ինֆլյացիան միշտ կա, անգամ եթե կուրսը չի տատանվում, տեղի ունենում գնաճ եւ այլ։ Նույնպես որ եթե ստարտի մեջ նորակառույցում ներդրում ես կատարում, սպասում ես 2-ից 3 տարի, շենքը բարեհաջող ավարտին է հասնում, շենքը ստանում է շունչ, այսինքն բնակիչներ, վերելակ, ծաղիկ, խոտեր,
ինքը արդեն գնի մեջ անգամ ճգնա այն ժամանակ որ շուկան իջնում է, ինքը շուկային հակառակ որոշակի տենդենսով եկամուտ ապահովում է։ Վերջի տարիներին այդ եկամուտը կազմում էր 50-ից 100%։ Հիմա չի կազմելու դա։ Հիմա կազմելու 25%։ Բայց ոչ մի բանկ ձեզ տարեկան 20-25% չի վճարելու եկամուտ։ Վճարելու 5%, որից դուք վճարելու եք հարկպետությանը, արդյունքում ստանաք 3.5, իրանց ծառայություններն հանած 3.5-4%, 4-ն եմ կասկածում։ Իսկ արշարժույթի վարձը 5-6% ապահովում է։ Ես կանխատեսում 20-30% դեռ տեղ ունենք իջնելու, բայց դրա համար 2-3 տարի պետք է համբերել։ Մարդկա մտածում է, վայ, այս աշտանը 20% ներքև իջած գնով կառնի, չէ, այդքան արագ չի։ 23 թվականից արդեն ինքը տենդենսը սկսել է նվազել ու գնալով արագանում է տեմպերը, բայց տարեկան 15 մաքսիմում 20% է իջնում։ Էլի կախված է գոտիներից։ Կենտրոնը ամենակայունն է այդ առումով, ու դա նորմալ է։ Ու էլի թանկացել է վերջերս 2%-ով։ Չէ։ Չի թանկացել։ Հիմա Արամի փողոցում, որ սրանից 2-3 տարի առաջ $5,000 մարդը բնակարաններ գտնում նորակառուցենքում վազում էր գնելու, հիմա ես էլ եմ ապշե $3,000 կա ու խնդիր կա վաճառելու։ Ախի են թանկացել մեր մոտ գները, որովհետև շատ են մեղադրում այդ SVO, Ռուսաստանից եկել են ռելոկանտները, պահանջարկը բարձրացել է, գները բարձրացել են ու հիմա իրանք գնացել են, բայց գները ոնց որ մնացել են նույնը։ Արդյոք իրանք են պատճառը հիմնական, թե տնտեսական աճը, թե ուրիշ, թե ինֆլյացիա։ Ասեմ, նոր ռալին բարձրացման սկսվել է 18 թվականից։ Եկավ լավատեսություն, թավշյա հեղափոխություն, այլ կոռուպցիա չկա, սկսենք առնել, հա, ինչ որ դա դրայվ տվեց։ Սկսեց գները բարձրանալ, ընդհատվեց կովիդով պատերազմով, ու հետո սկսեց շարունակվել ել ավելի բարձր արագ տեմպերով։ Առաջի գործոնն է նա, որ մեծ քանակությամբ գումար էր երկրից գողացվում ժամանակին։ Այդ գումարը սկսեց մնալ մեր երկրում։ Մարդիկ արդեն վերև ներքև չէին տալի, չէ, խողովակներ կար գնացող դուրսը, գիտեք, հա, Մոցարտի գործարաններ բան։ Դա մնաց այստեղ։ Այդ գումարը սկսեց շրջանառել մեր տնտեսության մեջ։ Դրանից հետո եկավ SVO-ն, ռելոկանտներ, հավարձը թանկացավ, մարդիկ ու գիտեք ոնց որ լիխարատ կա, հա, հայերեն ոնց է, սկսվա դողերոսկի նման, մարվոպ առնում են, ես էլ առնեմ։ Դա էլ Վարակովի։ Ընկերս առավ, ես էլ առնեմ, քանի որ չի առնեմ։ Ու ամենամեծ դրայվը ինչ է տվեց այդ զուգահեռ ռուսին։ 480-ից իջավ 380, չէ, բարձրացավ $535, ու մի անգամից սկսեց իջնել։ Հայաստանի քաղաքացիները, ցավոք սրտի, դա պետության խնդիրն է, չեն վստահում մեր ազգային արտարժույթին։ Դրամը այն ուժը չունի ինչ որ դոլարը, եվրոն։ Մարդիկ մեծ մասը խնայությունը պահում են դոլարով, շատ քիչ մարդ եվրոյով։ Գերադասում են։ Ու հենց փոխեմ դրամի, բա որ հետո հակառակ տենդենսը լինի, այսինքն բարձրանում է։ Մարդիկ բոլոր խնայությունները հանում են որպես կայունություն, ու դա ճիշտ են անում, անշարժ գույքը դա կայունություն է։ Երբ որ տնտեսությունը տատանում է տալիս եւ այդ կուրսերը թանկանում է, ոսկին աշխարհով մեկ բորսաներով եւ անշարժ գույքը, իրանք ավանդական կապիտալներ են։ Իրանց վստահում են։ Մարդիկ դրան դրեցին քարի մեջ։ Ով դրեց 2-3 անգամ էլի շահել է։ Այսօր շատ ուրախ ժպիտը դեմքին իացած բան է գալիս։ Այդ էլ կա, բայց ես միշտ մտածում եմ, որ Հայաստանի շուկան տաքացած է մարդկանց անգրագիտության պատճառով, որովհետև եթե մենք նայենք քիչ թե շատ զարգացած շուկաներին, ռուսական շուկան, եվրոպական շուկան կամ չգիտեմ, այլ երկրներ, ոնց են մարդիկ որոշում ինչ գնով վաճառել իրենց տունը, իրան գնահատում են իրենց բնակարանը կամ իրենց գույքն են գնահատում սկզբից, ինչ պայմաններ ունեն իրանք այդ տան մեջ, հետո գնահատում են որտեղ է գտնվում այդ գույքը, հետո նայում են շուկային, այդ նույն ձև գույքը ինչ արժի շուկայում ու ըստ դրա որոշում են գինը։ Հիմա Հայաստանում շատ հաճախ ուրիշ ձև է լինում։ Պետք է ասեմ, որ տնտեսության մեջ ամեն գործարքը կարա շատ լուրջ ազդեցություն ունենա ընդհանուր տնտեսության վրա ու ստեղ երբ որ ինչ որ մեկը որոշում է տուն վաճառել, մտածում է իր հարևանը ինչ կանա վաճառել, մտածում է բա իմ տունը ավելի լավն է, ես կծախեմ ավելի թանկ, դնում ավելի թանկ, հետո մտնում է ոնց որ լավ Դու օրենքը չի արգելում 90% այդ ձևը դրած է։ Միանշանակ 2005 թվականին ինտերնետ չկար, գինտ թերթի մեջ 90%-ը դրած էր։ Ես հիշում եմ մի հատ տարիքով մարդ ասում էր Գարիկ ջան, բոլորը ցույց են տալի իմ գույքը, քանի տարի է, բայց չի վաճառվում։
Ինչու՞, ասի ձեր տունը տրամպլին է, ձեր տան միջոցով գնում ուրիշ տուն են վաճառում ռիելտորները։ Դուք միջանկյալ եք, պետք է հաճախորդին ցույց տալ թանկը ու տանել ավելի լավ, ավելի էժան, ցույց տալ որ գործարքի գնալ։ Մարդը կոշիկ չի առնում։ Այո։ Կոշիկը որ կոշիկա մի 10 հատ խանութ մտնում է, տուն է առնում, մարդը փաղի փայել է, երազել է 10 տարի գումարը հավաքի, ձև հեշտ չի այդ գումարից հրաժարվելը։ Դու չես կարող ասես, գիտես, սաղ քաղաքը ես նայել եմ, հիմա էլ է ձև։ Դե չգրանք մի քանի բան նայենք։ Եթե տանես հաճախորդին ասես, սա ամենալավն է քո ցանկությունները հաշվի առնելով քո գնային բաներ դրում, ինքը ասում է ինձ էշ տեղից դրա, ես ու մի հատ տուն նայելով չեմ առնի։ Հա, այսինքն պետք է գաստրոլ կազմակերպես։ Գաստրոլում տանով ես կազմակերպում են մարդուն, որ ինքը ասում է ինձ այսքան փող է պետք, դրա մեզ որոշում տունս ես գնով վաճառեմ։ Որտես գալիս է էլի։ Մարքեթինգ է դա։ Այսինքն այն Կիոսակի պատմությունը, որ ինքը պատմում էր, որ պետք է մի քանի հատ վատ ու թանկ տուն ցույց տաս մարդուն, որ ինքը հետո թանկը ու լավը առնի քեզանից։ Համեմատության մեջ ենք հասկանում։ Դու պատկերացեք մարդը ուրիշ ոլորտի մեջ է, իմ համար հեշտ է։ Դա այն ոլորտն է, ամեն օր դրա մեջ եմ, գիտեմ ում տունը ինչքան է վաճառվել եւ այլ։ Մարդը այլ ոլորտից, այլ երկրից առավել եւս եկել է, ինքը պետք է հասկանա։ Պետք է հասկանա համեմատության մեջ կշռք դնի։ Ու այդ կշռքը դնելու համար այո, ու 90%-ը առաջարկների ոչ ֆունդամենտալ հիմք չունեն գնագոյացման։ Ճիշտ եք ասում, մեր ժողովուրդը դա նորություն չի, մեր հասարակությունը ֆինանսապես շատ գրագետ չի։ Ես ունեմ մտերիմ մարդկանց հետ, ում հետ փորձել եմ զրուցվարեմ, ու իրանք բարձրագույն ավարտ կայացած մարդիկ են, ասել ես կոպես չեմ մտածում, ասեմ լավ, ես իմ Կիոսակին պահեմ իմ մեջ։ Այդ Կիոսակին ես էլ եմ կարդացել, հիմա էլ եմ կարդում նմանատիպ բան, ես հասկանում եմ դա ինչ հաշվարկներ է։ Ես պրիմիտիվ բան ասեմ, ձեր շրջապատում հարցրեք վարձո բնակարան կամ առանձնատուն, ախպեր իմ տունը ամիսը $800 կամ $1800 փող է բերել։ Ես բանկի նման ասում, արի քանի տարի ունես այս գույքը, 5 տարի, 60 ամիս։ Տվել ես, ազատվել ես, սպասել ես, տվել ես, ազատվել ես, այսքան ես գումարում ենք, բաժանում ենք 60 ամիսների, ասում քո բնակարանը 12 անգամ, ասենք $1000 պայմանական ամսական, հա, ու անգամ 5 չի բերել այդքան եկամուտ։ Քո բնակարանի եկամտաբերությունը, որ դու հիմա հայտարարում ես օրինակ $1000, կազմեց $650, հանելով կորուստը, ասում ես, ախպեր մի բան այն չես ասում դու ինձ։ Որտեղ ինձ ուզում քցի հասկանում ես, ցավային որ մարդկանց եթե ուզում մի բան ասես, մտածում են թե ինչ որ մինաներ ես դնում ոտի տակ, շատ ժամանակ ես չեմ էլ ասում, որովհետև պետք էլ չի ասել, որովհետև անվճար խորհուրդը ոչ մեկ չի լսում։ Պետք է վճարեն $100, գան նստեն դիմացդ, խոսաս, ինքը հասկանալ փողատը այդ ընդունի, դա այդ ձև է։ Իրանք չեն խորանում, ասում ես չգիտեմ, ինձ բերել է այդքան գումար, միշտ այդ վարձն են տվել, ու իրանք այդ ձև կարող են դնել 6 ամիս ազատ պարապ թողել, բարձր գնի պատճառով, շուկայի տենդենսը չզգալով։ Հետո 6 ամսով հանձնել, ու այդ մի տարվա մեջ իրանք 6 ամիս հանձնեցին X գումարով, $1000 էլի վերցնենք պայմանական կամ 400,000 դրամը։ Ու իրան եթե իրա ընտանիքի անդամ, ընկեր թե պրոֆեսիոնալ հարցան, ինքը ասում է իմ տունը $1000 տուն է վարձով։ Ու մի հատ է խորհուրդ հատալ 500 արկ, որտեվ քեզ էլ 1000 կբերի, բայց իրականում տարին $500 օգուտ բերել։ Բայց ինքը գիտես ոնց է մտածում, դե որ պարապա մնացել, ռեմոնտս չի մաշե։ Չկա նման բան։ Զբաղված տունը ամորտիզացիան ավելի շատ է, որ զբաղվածը էլի հարցական է, շատ է թե քիչ է։ Դու չապրելուց էլ փչանում։ Ես էլ որ տուն էի փնտրում, ոնց որ լիստով ավելացնում եմ մոտ տները, հիմա մտնում եմ լիստ ու նայում եմ այն տները, որ նայել եմ, նայում եմ, ասում եմ, լավ, այսքան ժամանակ անցել է, իրանք գները չեն իջացրել ու տունն էլ չի հանձնվել։ Կամ իջացրել են, բայց շատ քիչ, մարդկա էլ ավելի է բարձրացրել։ Ու ես մտածում եմ, ախր ընդհանրապես տրամաբանական չի։ Ոնց կարա մարդը 1 տարի օրինակ չհանձնի իր բնակարանը ու չուզենա իջեցնի, չգիտեմ, 10,000 դրամից ավելի շատ, ավելի ներքև, չհասկանա որ կան մարդիկ, որ բավական լուրջ գույքեր են ու իրանց հետ աշխատել ես, տրամադրել ես շատ լուրջ հաճախորդ, երկարատև, իրանց ուզած եվրոպացին, ասենց երեխա չկա, վնասող չկա, ամեն ինչ։ Ու մարդը ասում է մի քիչ սակարկենք, էլի կամ կլինի մի երկու կապրեզել հաճախորդը, էս բավարար է, այսքան լավ գնի մեջ, հա։ Չէ, դա էլ կարա լինի, ոչ բոլորն են, բայց շատ մի 15%-ը չի սկան։ Թող տունը ազատ մնա, ինձ փող պետք չի։ Ես միշտ կատակով ասեմ, աղագին աղքատ երկիր է մերը։ Դու կայացած մարդիկ կարակ տակ բարեգործություն անեք, որ կարող է բավարար փող պետք չի։ Էդ է, որ դա աշխատում է միշտ։ Ասեմ, դες մի ասեք, ինձ փող պետք չի։ Ասում լիք կարեկավոր ընտանիքներ կան, իրանց պետք են, հա։ Ես գիտեմ, որ ձեզ փող պետք չի։
Իսկ վարձակալման շուկան հիմա ինչ վիճակում է Հայաստանում, շատ վատ ում համար։ Առաջարկողների, սեփականատերերի։ Նախորդ թեմայից մոռացած եմ, նաև այս վերջի 7 տարվա մեջ փչեց այս փուչիկը եկամտահարկի մասին վերադարձը, որը վերացավ Երևանից, հիմա մարզերում է։ Իհարկե դրա համար պետք է շնորհակալություն նախորդ իշխանություններին, ասեն, եթե չեմ սխալվում, Կարեն Կարապետյանի նախաձեռնությունները, ինչևէ, դա էլ տվեց մեծ դրայվ այս շինարարությանը։ Ու հիմա մարդիկ օգտվել են այդ առիթից, որոշները համասարանական ծրագիր, որոշները հենց զուտ եկամտահարկի վերադարձը գնել են, հիմա ոնց որ ուզում են եկամուտը որոշները ֆիքս են, կամ պետք է վերավաճառեն, կամ լրացուցիչ գումար ծախսեն, վերանորոգեն ու վարձով հանձնեն։ Բայց հիմա հասկանում են, որ իրանք X գումարներ դնում են վերանորոգման վրա ու խնդիր են ունենալու իրանց ուզած պատկերացած գումարով վարձով հանձնելը ու մարժան իջել է։ Շուկայում հիմա առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը։ Եվ վաճառքի պարագայում առողջարկ եւ վարձակալության։ Ու դա նորմալ է։ Դա անսպասելի չի։ Հիմա այսօր sense հանգիստ ասում եմ, չեմ փորձում ստել, ասել, գիտեք, լավ է, լավ կլինի։ Իմ համար լավ է։ Իմ համար հիմա ավելի լավ է, քան 22 թվականին։ Գիտեք ինչու։ Որտեղ 22 թվականին ամեն պատահական մարդ զբաղվում էր իր ելտորությամբ։ Հիմա ճգնաժամ, ասում դե տղայք դիմացեք, դե եկեք հիմա զբաղվեք։ Չէ, իրանք չվում են խոպան, իրանք գնում են ուրիշ մասնագիտության։ Իսկ ես, չգիտեմ, սիրում եմ իմ գործը, որ չսիրեի 20 տարի չի անի։ Հիմա ինձ ավելի հեշտ է։ Որտեղ աղբը գնում է։ Ավելցուկը, ինչ որ քաոսային վիճակը, այդ ինչ որ հիմա դառնա նորմալ վիճակ էլի կան մարդիկ, որ իրանց համար ճգնաժամ չկա։ Ի վերջո կան մարդիկ, ովքեր բնակ մակերես պետքա փոխեն, փոքրը վաճառեն, մեծը գնեն, փոքրը թողեն երեխա ավելացեն, մեծը վարձեն, հա։ Հնարավոր է կաշխատենք։ Այդ բրոկերների մասին, ովքեր որ պատահական սկսել են զբաղվել, ընդհանուր բրոկերների մասին ու գործակալների մասին, բավականին շատ է նեգատիվը։ Ну, sense կարծիք կա։ Գիտեմ ես։ Ու եթե որ վիրավորական է այդ բրոկեր բառը։ Բրոկերը, ինչի՞։ Հայ լինեց ինչ-որ նայած ինչ ինտոնացիա։ Տնտեսական ոնց որ տերմին է իրականում, բրոկեր։ Ոչ հարգի մասնագիտություն ամենայն դեպս կարելի անգամ ասել։ Հայաստանում։ Ну, ինձ թվում է դա մի քանի պատճառ ունի։ Նախ որ այդ գործակալ դառնում էին ուղակի մի օրում, ցանկացած մարդ, որ ունի լիստեյեմ հավելվածը դառնում էր բան, անո բրոկեր գործակալ, ու երկրորդն էլ ցանկացած մասնագիտությունը կամ product-ը պետք է արժեք հասցնի իր օգտատերին։ Մարդիկ չեն հասկանում գործակալի գործարժեքը։ Հա, ընդհանրապես ինչ է ինքը անում, բացի դրանից որ ինքը տուն է ցույց տալիս եւ վերցնում է 50%, որը իմիջայելոց ոնց որ ասեցիր, ինքը բաժանվում է, օրինակ եթե վարձում ես 12 ամսով, բնակարան այդ 50%-ը դու բաժանում ես 12 ամսին, ու ստացվում է որ դու ուղղակի ավելի թանկ վարձակալել ես բնակարանդ։ Բացի դրանից, բացի ոնց որ այդ վատ էֆեկտից, գործակալը ինքը ինչ value է տալիս հաճախորդին։ Դա ինքը research-ն է անում, հաճախորդը երբ որ զբաղված է լինում, ժամանակ չունի, անգամ թե ժամանակ ունի, ինքը չգիտի որ կայքում ֆիլտրեր, անգամ այդ լիստայումը տենց անտեր կայքը ես կողներեն, բայց այդ է, ուրիշ բառ չեմ գտնում։ Ռիելտորը ավելի լավ հասկանում այդ անտեր վիճակից ինչ ֆիլտր դնի, արդեն սա տանտեր է, տանտեր չի կամ ինչ ավելի տեղեկացված է շենքերի մասին եւ այլ։ Բայց գամ սկզբից մեր երկրում ցավոք սրտի այդ գործունեությունը լիցենզավորված չի։ Զարգացած պետություններում այն լիցենզավորված գործունեություն է։ Ու կներեք բարես համար ամեն անգրագետ չի կարա գնա հանձնի դա ու դառնա ռիելտոր։ Իսկ մեր մոտ կներեք կարա դառնա։ Կարա օրվա կեսը, չգիտեմ, 3 դուրս գա գաղութից, այսօր գնա գործ չճարի, այդ մարդը գնում աշխատանք է փնտրում, հայտարարություն է տեսնում, Εμείς ընդունում որտեղ աշխատող չի գտնում, ասում դե լավ, արի ստեղ տեսնենք մի բան, մենք կանենք կնայես կսովորես։ Չկան տրեյնինգներ։ Ես 2 ձեռով կողմ եմ ու շատ մարդիկ, որ դանսի լիցենզավորում։ Գնաս քննությունը, հա, մեքենայի վարորդականի նման, հանձնես քննություն, մինիմալ գիտելիքների սանդղակ դնեն, ու մարդը հասկանա ինչ բանա ճարտարապետություն, չգիտեմ, մինիմալ օրենքները, հա, պարտադիր չի իրավաբան լինես, բայց մինիմում օրենքները, որ գույքը օտարելու համար պետք է միասնական տեղեկան, գործընթացը սենց է, վարձակալության պայմանագիրը ոնց պետք է լինի, որտեղ դաշտը կմաղվի, կլինի ինքը հարկի պրեստիժների աշխատանք։
Ուսում կգա մի օր նման բան կունենանք, ու անգամ զարգացած երկրներում դու չես կարող քո գույքը օտարել առանց ռիելտորի։ Ռիելտորների 90%-ը մեր գործարքների սաղ կյանք 90%-ը քծվել ա եղել։ Նայում են, հետո գնում տուկ-տուկ անում, հետո չգիտեմ, ադմինիստրացիայից, հարևանից հարցնում համարը։ Մարդկանցերի տանջում են, օրենքը պետքա պաշտպանի։ Էդ էլ չկա։ Հա, մի քիչ տենց բուխտի բրախտի վիճակ է, ցավոք սրտի։ Մյուս հարցը, որ իր գործառույթը ինչ է։ Իր գործառույթը այդ հրսշնանում պետք է ինքը պայմանագիրը անի, ու շատ բան չկա այնտեղ, հա, այսինքն շաբլոնը ուշադիր լինի, ինչ զգուշացնի հաճախորդին, ինչ խնդիրներ կարող է լինի։ Շատ մարդիկ գործից անտեղյակ են, վայ, ինչ լավ մարդիկ եք, ես ձեզանից դեպոզիտ չեմ ուզում։ Ես եղել ասեմ, դու չեք ուզում, ես ուզում եմ։ Հաճախորդը նեղվել ասում, ես ուզում եմ, որտեղ վաղ որ ձեր սեղանը խազեն, ինձ եք զանգելու, ասեք ձեր հաճախորդն է խազե։ Այդ պահիկ, այդ խազացի գումարը պահիկ։ Որ ինքնից գոնելնի չխազի, արդյոք չվարեք ձեր սեղանը, հասկացաք։ Այդ է ֆունկցիա։ Հա, մարդկա բան չի անում, ինչ որ տանում ցույց է տալի, ասում է ինձ էլ ինչ կտակ։ Բայց եթե օրինակ մարդը ոչ թե ուզում է հանձնի իր բնակարանը, այլ վարձի, ինչի է դեպքում գումարը վերցնում են գործակալները գումարը վերցնում են այն հաճախորդից ավելի շատ 50% հաճախորդից 50% ստան սեփականատիրոջից։ Բայց ինչ կապ ունի հաճախորդը այդ գործարքի հետ, ինքը որոնում է տուն, ինքը չի ինքը որոնում է, ինքը դիմում է, չէ գործակալին։ Չէ, ինքը չի դիմում, ինքը որոնում է տուն, օրինակ լիստեյով զանգում է, գործակալությունն է վերցնում, ասում է բարև ձեզ, ես ինչ գործակալություն, ինչով կարամ օգնեմ, դուք ասեք, վայ, ես այսքան գնով ես տուն եմ ուզում։ Հետո գալի ասում, վայ, ես չգիտեի, ձեզ պետք է փող տամ։ Վատ գործակալը չի ասում, որ պետք է լավ գործակալ գխանց ասում է, մեր ծառայությունն էսա, մենք կարող ենք ձեզ հետ աշխատենք, առաջարկներն անենք, պայմանագիրը ձևակերպենք, այս հարցերում օժանդակենք, մեր ծառայությունը այսքան վճարվելու է։ Ուղղակի նույն լիստում ցանկալի է դա գրավոր անել ապացույցով, որտեղ շատ հեշտ է։ Մեր հասարակությունը շատ վատն է, ես ասում, բայց ես չեմ հիշում։ Կարա մի տանտերը դիմի մի քանի գործակալին, հայցվել անում եմ հիմնականում։ Դա ոնց անկալվում գործակալների կողմից։ Ես լսել եմ, որ ասում են ջնջեք հայտարարություն ամեն տեղից, եթե մենք ենք զբաղվում, մենք ենք մենակ զբաղվում։ Կոչվում է էքսկլյուզիվ առաջարկ, մենք էլ ունենք։ Ինչ է դրա դիմաց տանում հաճախորդը։ Ինչ սեփականատեր է սպառագան, որ ուզում է վարձովտական վաճառի իր գույքը։ Ստանում են, որ իրան օրը 10 հոգի չի զանգում անիմաստ։ Ստանում են, որ իր տունը չեն բերում որպես ցույց տալի, հետո տանում ուրիշ տուն։ Իր տունը գնում արդեն favorite folder-ի մեջ։ Լավ աշկով են նայում, գիտու ինքնազբաղվում։ Ու մի քանի պլյուսներ էլ կան։ Ու ամեն մեկ լիստայում տարբեր գին չի դնում այդ տունը, գժվացնում եւ այլ էլի։ Դեռ ապրած մարդիկ դա հասկանում են, ասում են, իմ տունը չեմ ուզում շաբլոն դառնա։ 10 հատ գործակալ տարբեր գնով, տարբեր մակերեսով կսեն լիստայում։ Յուզերը գիտեք ոնց է նայում, այսի չծախվող տուն ախպեր սաղ գցել են։ Հասկացա՞ր։ Լավ բանը շատ չի կարա լինի։ Այդ էլ սեփականատերերի շատ քիչ տոկոս է հասկանում։ Սա ես մի գործակալի հետ պետք է աշխատեմ։ Քեզ տալիս եմ մի ժամանակ, լսում եմ քո ռեկոմենդացիան, անքեզ բանալին կամ բանալինի մոտա պայմանագրով նկարի, վիդեո արա, գովազդի, գնա ռեսուրսեր ծախսում աշխատանքի։ Բեր կոտարենք կամ բարձով հանձնենք։ Սխալա, երբ որ զանգում են 10 հոգու, կարաս գոնե 2-3-ին զանգես, ում գիտես ինքը փորձառու, ինքը պարադշնի, ասենց ասած, փորձել ունի, դու իր հետ շփվել ես, ռեկոմենդացիաները լավն են։ Այդ լավը մի քանի հոգի են։ Կամ ինքը այդ ռեգիոնից է լավ, հա, այդ երկրորդային է, մյուս առաջնային է, մեկը մարզա, մեկը առանձնատուն է, մեկը կոմերցիա, մեկը մի բանի մեջ են ուժեղ։ Իսկ այն որ հանում են իրոք գցում են, ասենց գիտեն թե իրան շանսերը մեծացավ։ Ես տենց օրինակ ունեմ հիմա, շատ լավ մարդ է, սաղ աշխարհին զանգել է, սաղ աշխարհը գալիս է, կոշիկով քայլում գնում է տան մեջ։ Մի հատ էլ անդրադառնանք գներին, հետաքրքիր է, թե ինչ եթե իջել են գները, ապա ինչ կան է հիմա քարակուսի գինը Երևանի օրինակ կենտրոնում ու մի քանի պայմանական ինչ-որ բան ընտրենք, կենտրոնն էլ լավ, փոքր ու մեծ կենտրոն հասկացություն կա, ոչ վարչական։ Արի փոքր կենտրոն նայենք, փոքր կենտրոն ենթադրենք Ավան ու քո ընտրությամբ եւս մի թաղամաս։
Այսինքն կենտրոն եւ ոչ կենտրոն։ Հա, կենտրոն, ավան, օրինակ ու, չգիտեմ, արաբկիր, ինչքան են դիմակները։ Հա, կենտրոն, արաբկիր ու ավան։ Ինչքան են տարբերությունները։ Այո, ու գները։ Հիմա մի քառակուսի մետրի։ Կենտրոնում $2000-ից սովետական ֆոնդը կարող ենք հաշվել կան առաջարկներ, պանելային բան։ Քառակուսի մետրը հենց փոքր կենտրոնում է կարող ես գտնել։ Եթե լավ $2000-ից մինչև $15000 կան առաջարկներ քառակուսի մետրը։ Կեփը մեծ է։ Արաբկիրում այդ արդեն երևի $1200-ից մինչև 2000, կարող 2500 ու կարող չէ կան այնտեղ էլ լուքսվի դասի շենքեր 2.5-3 մի քիչ վերանորոգումն է կապվում։ Խոսքը գնում է հիմա նաև նորակառույց շենքերի մասին։ Այո, ես ընդհանուր եմ ասում եւ այդ մաչելիները խորհրդային շենքերն են։ Դրանից հետո թանկեր արդեն նորակառույցներն են։ Այնտեղ էլ կա սեգմենտացիա եւ սերունդներ, էլի ոնց որ 20 տարվա նոր կամ նոր կառուցվող։ Ավանում արդեն հավանաբար $1000 քառակուսի մետրը կլինի այդ սովետականները եւ 1500 մինչեւ 1700 նորակառույցներն են առաջարկվում։ Եթե նորմալ վերանորոգում է 2000 նորակառույց, նորմալ շենք է, նորմալ վերանորոգված քառակուսի մետրը $2000 նորմալ է որ ուզեն ավանում։ Վաճառվի։ Հիմա Երևանում ինչքանով է ակտիվ վաճառվում, ինչքանով են ակտիվ վաճառվում տները ու ինչ տոկոս է դրանցից հիպոթեկով օրինակ։ Հիպոթեկի բաժինը քիչ չի, ընդհանրում եմ անգամ հիմա, երբ որ այդ շատ բանը վերադարձը չկա։ Եկամտարկի վերադարձը կա որոշ շենքերում։ Այն շենքերը, որոնք ստացել են 21 թվականից հետո, շինարարական թույլտվություն կան այդպեսիները քիչ են, բայց կան օրինակ մենք ունենք առաջարկներ, եկամտարկը դեռ գործում է, այսինքն այդ վերջի մնացորդն է կվաճառվի ու վերջ։ Իսկ մարզերում մինչև 27 թիվ գործելու է։ Իսկ հիպոթեկային պորտֆելը ճիշտ ասած կադաստրային տվյալներ նայում եմ, միշտ տոներից հետո եմ նայում, որոշ բան 35%-ից ավել պետք է որ լինի։ Քիչ չի։ Այդ շատ էլ չի իրականում, այսինքն մնացած գործարքները կլինի։ Իսկ մենք ունենք տարբերակներ ոչ հիպոթեկային, այլ օրինակ ռասրոչկայի տեսակ, այսինքն Դուբայի payment plan-ով կառուցապատողի մոտ կա Դուբայի պես հարուստ չի ասորտիմենտը, Դուբայը ունի օրինակ ձեզ տալիս է բնակարան, ձեզ արդեն վերանորոգված, դուք կարող իրան տնօրինեք, ապրեք կամ վարձով հանձնեք, բայց իրան դեռ մի քանի տարի շարունակում եք վճարել։ Մեր մոտ այդ post handover պլանակոչվում վճարման չկա, բայց կա 20%, 30% կանխավճար, մնացածը փուլայինով միջև շինարարության ավարտան տոկոս, կամ գնացեք 10-20 տարով բանկը, եթե ձեր արդեն վարկային պատմությունը ուսումնասիրելով ձեր եկամուտը, բանկը կտրամադրի ձեզ X%-ով գումար, ոնց որ ձեր փոխարեն մեզ բանկը կվճարի։ Բայց այդտեղ էլ ահագին գործ կա անելու, շուկան մրցակցությունից կգա դրան։ Բայց ռիսկեր կան այս գործարքի տեսակում։ Ոչ, որովհետև տեսեք, պետությունը կառավարում ասում է, Արմենը գույքը գնել է, տվեց, ասենք, նախավճար $20,000։ Տրանշ թողում է դու 50% օգտագործես, 50-ը ասում է իմ մոտ առաստում եմ։ Այդ հիպոթեկի դեպքում։ Չէ։ Դուք ռիսկերը երևի հարցնում էիք, որ որպես գնորդ, հա, ոնց որ շենքը կիսատ չթողեն, այդ ճիշտ եմ հարցը պատկերացնում։ Տես, նախկինում չի եղել դա լավ որ կա։ Պետությունը ասում է, դու կառուցապատող ես, վաճառում ես բնակարան։ Ես քեզ վճարում եմ, X գումար վճարեցի, փուլային է, ինչա կապ չունի։ Դու պետք է վերցնես որ գնաս շինարարություն ես 50% ես գարիկի վճարած գումարից տնօրինելու մինչև որ չհանձնես շենքը գարիկին չտաս վկայական այն 50% ես առածածա չեմ թողում դու օգտագործես դա այսինքն ես սպառում եմ երաշխիք որ դու չվատնես գումարը կամ եթե դու ծախող ես ես այդ գումարով սկսեմ շարունակել իմ պարտավորությունը կատարեմ իմ քաղաքացու հանդեպ այդ փորձը վերցրել են արաբական էմիրություններից իրանք շատ ավելի վաղ անցալում են ունեցել այդ խնդիրները հա 80-90-ականներին ու այնտեղ կա escrow հաշիվ, հա ինչ որ է տերմինը escrow հաշիվ, եթե չեմ սխալվում, այնտեղ ավելի կատարելագործել են, մերոնք փորձը ուսումնասիրում են, բերեն ներմուծեն ու ճիշտ կանեն։ Եթե դու, հա, ԱՊԶ գնում դիմում ես, ես շենք եմ սարքում, թաղամաս եմ սարքում, որը $10 միլիոն արժի, հա, պրոյեկտը, ասում է $10 միլիոն բերդիր իմ escrow այդ հաշվին, սարասնենք, գնա սարքի։ Սարքի ավարտի քո 10 միլիոնդ կտանք։
Կամ այսինքն որ հա սարքի երևի հավանաբար որ վճարում են ինքը ըստ վճարված տրանշով այդ ցիրկուլյացիան վերահսկելով բացաթողում տրանշները ու դա շատ ճիշտ է երաշխավորում է գնորդին ինչ էր մեր մոտ մարդը գնում կազինո կրվում էր փողերը չէր կարող շենքը հասկանում ես իրոք sense դեպքային հերո շինարարներից առողջ լինեն մարդկարանքնի մեռնի ասենք ու գործը շարունակող չլինի մեկը պետք է ստանձնի բայց գնորդներին 100-200 հոգի որ տուն են առ իրենց ինչ քո խնդիրն է մեկը երաշխավորի Ուղղակի ռիսկերի մասին խի եմ հարցնում այս վերջերս շատ եմ տեսնում ինչ որ ցույցեր դժգոհ մարդիկ ասում են որ տունը չեն հանձնել ժամանակին կամ ինչ որ թույլտվություն չեն ստացել չենք կարող բնակվենք այդ շենքում եւ այլն դրա համար մտածում եմ որ կա ինչ որ վստահություն չկա ճիշտ կառուցապատողների նկատմամբ ու բացի դրանից որ մարդիկ մտածում են կարող է ավարտին չհասցնեն, բացի դրանից, եթե դու նայում ես միջազգային փորձը, Եվրոպա, ԱՄՆ բանը, Ռուսաստան, Արաբական Էմիրատներ, այնտեղ երբ որ շինարարություն է գնում ինչ որ բնակելի թաղամաս են սարքում կամ շենքեր, այնտեղ միանգամից գալիս է, չգիտեմ, լողավազանը, մարզասրահը, այսինքն մանկապարտեզը, դպրոց, ամեն ինչ կոմպլեքս է։ Հա, ամեն ինչ քո կոմֆորտի համար, ստեղ տպավորություն կա, որ ինչ որ մեկին պետքա լվալ գումար, ինքը կառուցում է շենք, տնկում է իրան ինչ որ տեղ, ինչ որ ձև, ինչ որ տարբերակով սարքում է, ոչ մի կոմֆորտ չկա, պլյուս կան ռիսկեր, չգիտես, այդ մարդը սեյսմիկ վիճակը հաշվի առել թե չէ, ու ստեղից մտածում ես արդյոք արժի դնել փողը ռիսկի տակ, քեզ դնել ռիսկի տակ։ Բայց դնում են մարդիկ։ Դնում են։ Մեր հասարակության շինարարներ կան, որից ես հավել չի առնի։ Բայց մարդիկ իրանցից տաներ են առել։ Որ տամեջ իրանց երեխաները պատասխանում են ապրեն։ Շենքեր, որը անտեր են, մեծ մեղքը դա, չգիտեմ, ամենքինն է։ Դիաֆրագմաներ կարան կտրեն, պլաներովկեկ փոխեն։ Մարդիկ կան, որ իրանց ենթամշակույթով իրանք իրավունքների ձև լուրջ բիզնեսով զբաղվեն։ Դե ախպեր փողի մունատ ինչ ուզում ես արա տրամաբանության մարդիկ չպետք է լինեն, գոնե այդ ոլորտի մեջ։ Թող գնան վուլկանիզացիա անեն, բացեն աշխատեն։ Բայց այդ մակարդակի մարդիկ այսօր թաղամասեր են սարքել։ Իսկ կան մի քանի թաղ։ Կան որ լրիվ բրիլյանտ են սարքում, գտի մազի պես ճիշտ, իրանց համար, հասկանում որ իրանք են այդ շենքում ապրելու։ Հասկանում են որ իրանք էլ ուրիշ սեգմենտ ունեն, հա, թանկը լավը, գնահատողը ու գնա հասկացողը դա արդեն թանկը առնում են մարդը, որ այդ սխալները արել է այդ էժանները։ Մի քանի տեղ առել է այդ սեգմենտի վրա, բայց այն նախնականը որ մի քիչ low cost-ի վրա գնում։ Չեմ ասի ամեն ինչ կա, այնտեղ ամեն ինչ կա, լավն է կա, վատն է կա։ Արի լավերից խոսանք, կարս top 5 sense թաղամաս միջին ու միջինից ցածր բյուջեի համար ասես Երևան քաղաքում։ Դե հարաբերական այդ միջինը, հիմա որ ասեմ վերին անտառային մի դիտորդ կասի, իմ 200,000 դրամ աշխատավարձով քո վերին անտառային էժան չի։ Դա հարաբերական է։ Բայց այս որ կայ որ տարին չգիտեմ $1 միլիոն աշխատում կամ $2 միլիոն վերին անտառայնում մի հատ ասակի տուն առնի ունենա։ Արի մենք նայենք մեր բնակչի աշխատավարձի մեր միջինը $700-ն է, հա 250,000 դրամն է։ Լավ թաղամաս որտեղ կան վստահելի, sense որ կարաս ասես ինքը նորմալ սարքած է մարդկանց համար ու այն մարդը որ կառուցել է շենքը ինքը նորմալ mindset-ով մարդը գիտեր ինչ էր անում։ Դե կան հաջողված նախագծերն ու երազ թաղամասը, Արաբերում անի թաղամասը, ոնե ֆուտբոլի դաշտեր ունեն ինչ խաղարապարակներ կան երեխաների համար, ինչ բացակայում է կենտրոնը։ Առանձին թեմա է իրական։ Հա, բյուրեղը լավ օրինակ է։ Բյուրեղը հենց ձեր արգիշտին մոտ։ Այո։ Այն բրուսատկեքն էլ է սիրուն։ Բայց այնտեղ ապակիներն էլ լավը որակյալ։ Միանշանակ, բայց ճանապարհի մոտ է, չգիտեմ, արև չի մտնում։ Արև մտնում է նայած որ դիրքը։ Երկրորդը մեր հա ազգը շատ արևին նայում, բայց մենք ոչ պակաս արևոտ երկրում ենք ապրում, ոնց է ֆռում ընկնում է։ Դե արևելք դա Վարշակունյաց նայող դիրքը արև կողմն է։ Հա, կան հատվածներով խիտ են։ Շենքին ինչ որ շենքին է նայում, մեր ժան կատեգորիաներ ունենք այդպես։ Դե 10-րդ միտեղ չի լինում։ Որ Նյու Յորքում են նույն գնաք կտեսնենք որ ինչ որ շենք է փակում։ Անկամ Դուբայում հեռու են, բայց իրանք այնքան երկար են, իրար ստիպած նայում են կամ ծածկում են իրար արև են փակում։
Ստեղ ուղղակի սա մի քիչ անհամ է, այն որ քննարկեցինք Սարյանի վրա դպրոցը ու մի հատ շենքը, որ իրար են նայում, այսպես բանը ես չեմ կարող ընդունեմ, ոնց կարաս ապրես մի տան մեջ, որ պատուհանը այսպես նայում է ուրիշ պատուհանի մեջ ու դու ամեն ինչ տեսնում ես։ Պուշկին 43 Եկմալյան 1 շենք, ստեղ որ բլոտ են խաղում, զալում, բալկոնում չէ, զալում։ Կամերասու բարձր խոսում են։ Ստեղի բնակիչը բողոքում է։ Չի քնից արտում է ձենից։ Բալկոնից բալկոս էց ասածա ձու շպրտես մյուսը կբռնի։ Ավելի մոտ է քան ձեր ասած դպրոցն ու ես գիտեմ այդ Եկմալյան 1-ի 1 արամ 86 շենքերն է, ավելի մեծ տարածություն կա։ Բայց դա կենտրոնին նորմալ է, դե նորմալ չի, քաղաքաշինական նորմ չեմ պա, ինչ ասենք։ Ես որ ճիշտն ասեմ, ես մենակ մի լավ պրոյեկտ եմ տեսել Հայաստանում, անունը չեմ հիշում, այով է սկսվում, նորքում է կարծես։ Ամանուն։ Այո, երևի թե միակ շատ ճաշակով կոմպլեքսա, որ ես տեսել եմ Հայաստանում։ Կան էլի նման բաներ, ըստ քեզ։ Նույն շինարարող էլի նույնը սարքում է, մինչև 34 թիվ ասեց շինարարություն եմ անելու։ Մինչև 34 թիվ։ Հա, ճանապարհը հատուկ սարքեց աղերով մարդը ալտերնատիվ իր բնակիչների համար։ Մինչև 34 թիվ։ Լավ շենք է, միակ շինարարն է, որ ոնց ծխում ես աղբամանունի մեջ պապիրոզը գցես։ Դրանով լավ է։ Ծառերը չասեմ, ջուր բան, սա լավ է։ Հաճելի է, մարդը ծխող մարդ քայլում է, տեսնում է սիրուն սև աղբամանները դրված են։ Այդ սարկածն է, որ սարկած չի, լուրջ եմ ասում։ Սարկած չի, պրիմիտիվ բաներ չեն անում մեր մոտ։ Մեր մոտ ասում են տարածված ինչ է։ Սվերջի տանեն պրեմիում։ Մնում ասում այ ախպին ինչ պրեմիում։ Պլաշատկեն 7 հատ տուն ինչ պրեմիում։ Մի հատ Google-ով, ChatGPT-ով ճշտեք պրեմիում ինչ կատեգորիա, նոր ասեք էլի։ Էլի տարա փոխվեց պրեմիումի։ Հիմա նոր անցնում կայարանով, ինչա գրած The Club House։ Ոսից կատլավանա։ Գրածը The Club, ո՞ս կարա The Club House-ը լինի կայարանում։ Էլի Փարաջանովը ասում է Club House, տենց մի քիչ բռնացրել է։ Շենքի ստիլի հետ։ Կայարանում Club House-ը ո՞րն է։ Club House-ը չի կարա կայարանը լինի։ Ինչ է Club House-ը։ Որ մենք նայում ենք, թվում ենք վաճառում։ Այսինքն դու բացի գումարը պետք է ունենաս ռեպուտացիա, որ այդտեղ տուն առնես։ Community։ Հա, community։ Դա ավելի ինչ-որ ասում պրեմիումը իmal թողել են ավելի երկրորդ շենքը զամ։ Մերը Club House-ը։ Ասում ես կարաս ճակերտները բացես այդ Club House-ը, դե ախպեր տերմինը ասում ենք, էլ մոդայով շարժվում ենք, ասում չի կարելի։ Էդ էլ կդառնա բան, լիստեյեմի էլիտար ռեմոնտը որ կա։ Հա, եվրո ռեմոնտը դա գեշքեղ կա, հա, գեշքեղ կա, էդ էլ կդառնա տենց գեշքեղ կատեգորիա։ Որ մտնում ես նայում ես ասում ես, վայ, էս ոնց կարա էսի вообще ռեմոնտ համարվի։ Ինչ է կատարվում այդ ճաշակի հետ։ Խի այդ ռուսները արդեն այնքան ռիլ են նկարել, այնքան բողոքել են։ Մենք արդեն ճաշակով մնակարները միշտ լավ եւ վարձով են գնում, ճգնաժամ չկա իրանց համար։ Իրանց համար հա, բայց եւ վաճառում են։ Գիտես, просто արդեն image ունենք, որպես երկիր, որպես քաղաք, Երևանը image ունի ռուսների մոտ, որ ստեղ անհնար է նորմալ տուն գտնել։ Ճիշտ է։ Կանոնը, всё золотистое, всё коричневое, չէ՞։ Այդ են ասում։ Ցիգանշինա։ Հա, ցիգանշինա, մի համ չասա, ճիշտ են ասում։ Մարդիկ պատալոգին այվազոսկի են նկարում, ասում 2 միլիոնով ծախենք։ Ռուշնայա ռաբոտա։ Ասում ախպեր, նորմալ հարամել ես տունդ։ Հիմա ես հասկանում եմ փողես լավ տղե, բայց այդ սպալյաներում այդ երեխեքի սենյակներում հենց պուճուր պատուհան կա է, այս sense չեմ հասկանում ֆորտուշկա գաղութում են երևի sense մեկ էլ սարքում չէ ճաշակը բացակայում բայց ինչ ես ուզում ենք երրորդ կատեգորիայի պետություն ենք երկիր ենք հա բայց Վրաստանն էլ ոչ պակաս այդ կատեգորիայի երկիր է բայց երբ որ դու այնտեղ ես գնում անգամ Airbnb ես նայում կամ բնակարան ես ուզում վարձես նայում ես ասում ես ոնց տենց եղավ մեր կողքի հարևանը ճաշակ ունի մենք չունենք վրացիները միշտ ավելի ճաշակով են եղել Թող չնեղանան։ Նեղացա։ Ավելի եվրոպականացված են եղել, այսպես ասենք։ Հա, բայց Թիֆլիսը որ ուներ, չգիտեմ, զարգացված եւ ամեն հայության զարգացած հայերի կենտրոններ ու մեր, չգիտեմ, վերնատներ, այնտեղ է եղել։ Երևանը գյուղ է եղել։ Գյուղ, որի մեջ ուխտեր են մանեկի։ Հիմա խենք մենք Թբիլիսի հետ, չեմ ասում Փարիզ ու Երևանը, բայց էլի մի քիչ պետք է տարբերվի, նորմալ է։ Նա ավելի եվրոպացված քաղաք է, հասարակությունը ավելի եվրոպացված է, այնտեղ են առաջինը ճղած ջինսերակի, հետո մեր մոտ, ոնց ասեմ։ Դա նորմալ է, մի քիչ պերիոդերն են։ Ես լավ հիշում եմ, որ առաջին անգամ գնացել եմ Թբիլիսի,
Հետո նայել եմ ինձ ինչ սիրուն է բան, այդ հայկական թաղամասում է։ Հավլաբարը։ Դա չէ, դրա կողքը։ Ուրեմն այդ բաղնիկները որ կան, այդ հատվածում թուրքական թաղամասն է։ Ահա, դա Ալիևի արձան կար, հագին զարմացել եմ, մտածում եմ հայկականն է, որովհետև չէ, բանյայի ֆորմատն էլ է այս թուրքական համարվում, հնուց ես զարմացել եմ, որ հենց Ալիևի արձանը հենց հայկական ոնց որ թաղամասի կողքն է կամ Այստեղ բանյաներն են գետի մյուս ափն է Հավլաբարը։ Ահա։ Հիմա զարմացել եմ ինչ սիրուն քաղաք է, ման է գալիս, նայում եմ բան, ինտերնետում նայում եմ, ասում եմ, էսի հայերն են սարքել, վերադարձել եմ ստեղ, գնացել եմ երրորդ մաս, այսպես դեպրեսիվ վիճակում էի, ասում եմ, ու երրորդ մասում նաև բան են հայրենիք, չէ, երրորդ մաս չէ, հայրենիք, մի հատ չոր վուլկանիզացիա կա, թե ինչ է այնտեղ յուղ են վառում, ես ոնց որ մի հատ դրախտից են գնեմ։ Դե չէ, որտեղ Թիֆլիսի արվարձաններն է գնաս, նման ինչ որ բաներ կտեսնես, այնց որ իրանք շատ մեզանից առաջ են այդ առում։ Պատմամշակութայինով առաջ են։ Պահպանել են, մերի պես չեն քանդե եւ այլ, սիրուն է այդ ամեն ինչը մենք չունենք, ափսոս, դա էլ մեծ մեղք էր, որ թողեցին անեն, առանց դե շատ չունենք։ Հիմա սաղ աշխարհը արհեստական բուլեժնիկ է սարքում, գնում ես Դուբայ, Դուբայում նոր սարկած բուլեժնիկա, մենք մեր իրոք պատմամշակութային երկու հատ փողոց կար բուլեժնիկով, դրեցին ասֆալտ արեցին։ Այդ որոնք են։ Աբովյան փողոցն էր օրինակ։ Կարելի էր գիտեք, եթե ղրղռում էր մի քիչ չափից ավել, հանել, մաքրել, դնել։ Հենց իրանել մի քիչ հարթեցնել, բայց ինքը շատ սիրուն։ Ճիշտ ասֆալտ փռել, բայց հարթեցնել, էժան չէր կարելի էլի։ Ինչ թեկուզ էս Արամ Բյուզանտ, ասենք, շուտ տեղեկաս ունես սև տուֆը պահել են ու Այն որն է հիմա հին Երևանն է կոչվում այդ թաղամասը։ Այնտեղ որ ռեստավրացիա են արել, հասկացա որ եթե այդ չգիտեմ արել են թե չէ։ Շատ սիրուն է ու շատ թանկ է այնտեղ տները։ Ու այդ նախագիծը շատ դանդաղ առաջ գնում, չգիտեմ ինչ քայլերով, որովհետև խառնա չեն կարող լեզու գտնեն բնակիչները։ Այդ հին տների մեջ հələ մարդիկ ապրում են այնտեղ, ահավոր պայմաններում։ Գնացեք Ֆիրդուս, տեսեք մի հատ կղզի են սարքել, մարդը կղզիում ապրում է, կողքերը սաղ նորակառուցեն, իր այդ գինը չեն բարիշում որ ծախեն։ Բայց վերջը ծախելու են ամեն դեպքում չէ, թո չեն թողնելու sense մարդը հյուրասեփականությունն է, կարա է մնա այդ։ Ուղղակի Կստати Ֆիրդուսը ոնց է գնահատում ընդհանրապես, որովհետև լավ առաջարկ աստինց, հենց մոտիկա կենտրոնին գիննել 2700-ի չափ, չի։ Մոտավորապես հիմա 3-4 հազարից էժան բան չես գտնի։ Բայց էլի իջած գինա, մի պա արդեն 5-6 հազարից էժան չկար։ Դե դանդաղ գնում է առաջ էլի, ինքը լավ է նրանով, որ թամանյանական նախագիծ է, ինքը հարավային պողոտան է իրականում, հյուսիսային և հարավային։ Ալեքսանդր Թամանյանն է դեր ժամանակին հյուսիսային պողոտա, հարավային պողոտա, դա սա նախագծած է եղել, ինքը էլի աչից ձախից բուլվար, լավ բան կլինի, ինքը կենտրոնում ամեն դեպքում էլ տեղ չկա սարքելու։ Կենտրոնում փոքր կենտրոն ասացում այդ լյուքս դասի մեջ վերջի հնարավորություններից մեկն է որ ունենաս գույք, որը հրապարակից ասած 5 րոպե ոտքով քայլելու դիստանցիայով է։ Լավ է ներդրում այն առումով, միշտ բարձր կբերի, տուրիստների կողմից պահանջված կլինի, բայց դանդաղ է գնում։ Դանդաղ է գնում, ասում կղզիներ կան մեջը, ես չեմ հասկանում, այդտեղ պետություն, մասնավոր, սեփական, սա խառն է։ Ամեն ինչ մեր մոտ պետք է այսպես երկար։ Ինչքան են առաջարկում այդ մարդկանց, որ իրանք տարածքը ազատեն։ Ես լսել եմ, որ ասեք Կոսեվ ասպա մարդասպա $4000 ես վաճառում, ինձ է 4000 դու քեզ քիչ տալիս։ Ասում պրինցիպի տրամաբանական հարց է տալիս։ Ու իմ 4000-ի վրա դու քանի հատ 4000 ես կառուցելու բարձրանաս։ Դա էլ է ճիշտ իրականում։ Բայց կարող է սուտ վարկածը, կարող է ինքը անգամ արել 4000-ը, չգիտեմ, սեցի մեկը, բայց ամեն դեպքում Ես կոնդի հետ կապված նման պատմություններն եմ լսում, որ ինչ-որ շատ քիչ գումար են առաջարկում, որով այդ մարդիկ չեն կարող ոչ միտեղ տուն առնեն անգամ։ Ու հիմա այս գներով կամ եթե կարողանալու են, առնելու են շատ հեռու, շատ ավելի հեռու, քան հիմա են ապրում։ Так что իրանց էլ կարելի է հասկանալ։ Գիտեք, չոր հողի փող պետք է հաշվեն։ Նման թաղամասերում, որպես այդպեսին գույքը էլ արժեք չունի, հին խրճիթներ են, թող չվիրավորվեն, հին պապենական տաներ են, այսինքն մեկը քանդելու շինարար առնում են հողը։ Ենթադրում եմ կան խնդիրներ, որ մարդը պապենական մշակում ապրում է, ասենք 1000 քառակուսի մետրի մեջ հողամասը նույն։
Բայց Դավթարը ունի 350-ի։ Իրան գնում ասում են, օպա ջան, քեզ 350-ի գումար եմ տալու։ Նա չեմ տալու կամ նա ուրիշ կայֆից։ Հետո դա քոնը չի։ Այն որ դու աթորես դրեն նստե, պապենական իրավունք ունի, թող չունես։ Ես ընդհանրում նման խնդիրներ կա։ Ես մարդ ասած չախբերես իմ տունն այս 1000 մետր էս կամ փող եմ ուզում։ Կարա այդ ձև խնդիրներ լինի։ Ու հին բրակ ֆոնդում ցավոք սրտի շատ մեծ խնդիրներ կա, ըստ ավանդույթի էլի սեփականաշնորհմանը չեն մասնակցե, քուրի եղբայր սախռով են իրար հետ, չեն կիսե, դա էլ մի ուրիշ հարց է մեր ազգի, մեռնում են պրոբլեմը թողում ժառանգներին, տուն ես առեք, քարը, բաժան եք նոր մեռեք էլի, տղտով թամասով, դու ոնց ես բայց վերաբերվում ընդհանրապես այդ կոնդի կոնդ կամ սարիթաղ թաղամասերին նման։ Դե սարիթաղը ավելի հեռու է, կոնդը կենտրոն տեղակ է, կոնդը կսարքեն քիչ-քիչ կգա Սարյանի փոստատունն էլ կդառնա ինչ որ այնտեղ էլ միջազգային բրենդային բաներ կա, լավ կոնդը մեծ պոտենցիալ ունի։ Ես հենց փուճուր երեխայի որ լսում էի կոնդը սարքելու են, սարիթաղը սարքելու են, ես ինչ սիրուն տեղ։ Մինչև հիմա Սարիթաղը էլի խոսում էին, Սարիթաղը արդեն եթե մյուս ռալիները լինի, նոր կանցնեն Սարիթաղին, ինքը շատ հեռու չի կենտրոնից։ Բայց Սարիթաղը մեծ ֆիրդուսն է։ Էլի սա մեկը մյուսի հողի մեջ մտած հասկանում եք ու 20 տարի առաջ չի գնան վզից բռնեն տնից գցեն։ Պետք է յուրիդически անեն։ Այդ տարիները։ Ուտեղ չգիտեմ, որ իրավաբանությունը մտնում է, խճճվում է։ Մեկը մյուս հետ չունեն, մեկը թուղթ չունի, մեկը ունի, մեկը բնական իրավունք ունի, մեկը վկայականով ունի։ Ավակ սերունդը մահացել է, չի կիսե թղթերը, կիսա թողել է ու պետքա դնեն, տենց ամեն տուն արտուն, տուն բացի ամեն ինչի գին, մի հատ էլ իրանց սրտով գինը տան տնտեսական հաշվարկի մեջ մտցնեն։ Հիմա ուզում եմ մի հատ sense հարց տամ, եթե մենք խոսացինք, որ ստեղ տաքացած է շուկան, եթե մենք գիտենք, որ կան Աբու Դաբի, որը աճում է ամեն օր, կա Դուբայ, կա Մոսկվան, որտեղ դու կարաս Հայաստան, Երևանի ոնց որ գներով լավ էլիտար Մոսկվա լավ տեխնիկա ունես, շատ լավ նոր շենքեր բան, կան Կիպրոսը վերջապես, կա բանը, կա Վրաստանը, իմաստ կա Հայաստանում ընդհանրապես գույք գնել հիմա։ Միշտ էլ իմաստ կա։ Որը 2-3 տարվա ընթացքում մի հատ էլ կնվազի իր գնի մեջ։ Տեսեք, ես հիմա կառնեի, որովհետև ես այս անշարժ գույք եմ առնում, առնվազն 10-20 տարի կավոյով ավել եմ նայում։ Long position եմ բացում։ Բայց անգամ long position-ի ժամանակ 15 տարվա ընթացքում ախր Երևանը այնքան անհարմար դառնում գնալով, որ ես չեմ կարծում որ լավ տեղ է լինելու 20 տարի հետո, 15 տարի հետո։ Այդ անհարմարությունը ճիշտ եք ասում, համաձայն եմ, ես լուրջ աղետներ կա, մարտահրավերներ կա, էկոլոգիական, թե տրանսպորտի կալապսի հարց կա, հարաբկիր ավելի մեծ խնդիր անելու քան կենտրոնը ասեմ։ Բայց ինչևէ ինքը մնում է համայն հայության մի հատ մայրաքաղաք։ Ավելի ճիշտ չէր լինի, ոնց որ սկսել պետական ինչ-որ ծրագիր, որը կվերանորոգի բնակելի ֆոնդը, չգիտեմ, մարզերում, մարդկանց ոնց որ վերադարձնել մարզեր գոնե, կամ այնտեղ, ավելի քիչ է բնակ ֆոնդը, դրա համար այնտեղ ինչ-որ բաներ կառուցել, նորակառույցներ եւ այլն, այնտեղ։ Դեմա եկամտահարկը, որ մինչև 27 թվական մարզերն է, դա ծրագրերից մեկն է, հա։ Չգիտեմ, սուբվենցիոն ծրագրեր կա, կիսատ հետևում եմ լուրերին, բայց լուրջ քաղաքականություն այդպեսին որպես չկա։ Չկա ու վատա որ Երևանում փորձում է կենտրոնացնել մի հատ քաղաքպետության վերածվի։ Մեր բնակչության 2/3-ը բնակվում է ոչ Երևանում, բայց շուտով մենք ունենալու ենք պատկերը 50-50, այսինքն մարզերի բնակչությունը ու Երևան քաղաքի բնակչությունը 50-50 են լինելու։ Վատ դեմոգրաֆիա, շատ վատ։ Նամանավանդ մեր արտաքին մարտահրավերները ունենալով հանդերձ։ Լուրջ քաղաքականություն պետք է վարվի, բայց դե թողանեն, խելացի այրերը փող են ստանում դրա համար, թողանեն։ Իսկ դու հիմա կգներ բնակարան շենք, թե միգուցե կոմերցիոն ինչ-որ տարածք։ Ինչ խորհուրդ կտաս։ Ես մետավերսում կգնեի հիմա այդ ներդրում անելու Երևանի մետավերսում։ Չէ, արտասահմանյան, սիլիկոնյան ովտի մետավերսերից հողամասպան։ Ես ուզում էի առնել ու տես մնաց։ Դրանց հանգացել է 3 տարի առաջ ուզում էի 22 թվականին
Կարդացի, խորացա, հասկացա, որ այնտեղ ռիելտորներ կա, ոնց ուզում եմ փորձի ու տես մնաց։ Միգուցե եւ արդեն ուշացնում եմ, բայց որ Իսկ ինչ գներ այնտեղ 22 թվականին ես որ նայում էի Universum այդ Meta-ի, հա, Metaverse-ում արդեն ասենք Snoop Dogg-ի հարևանի տունը, ինչա Snoop Dogg-ի հարևանը $450,000 էր, վաճառվել։ Ես ինչ-որ մի 5-6 հազարով ուզում եմ մի հատ հողամաս առնեի փոքր։ Պարտադիր չէր հարևանները աստղ լինեին ու թողի երեխեքի համար էլի։ Դե հիմա ասենց գներ են։ Հա։ Լուրջ գներ։ Հիմա դին 5-6 հազարը ասած մինիմում եթե 100 քանի հազար դարաշ չլինի բիտկոինի լոգիկայով չեմ նա է։ Բայց ինքը ապագան բանին դառնելու վիրտուալ աշխարհին է։ Վիրտուալ տիրույթում պետք է սեփականություն ունենաս։ Դե չասե պապին հիմա արդեն այս գաջերն առելա թողը գնա տիրություն արա վարձով դու։ Գավա ձևերը չիմանան։ Մի հատ էլ հարց ունեմ։ Եթե դու ուզում ես գնես ոչ թե բնակարան, այլ սեփական տուն կամ սարքես տուն, փնտրում ես հողատարածք, Երևանում սենց մի հատ կամ Հայաստանում ընդհանրապես մի հատ սենց խնդիր կա, որ առնում ես 1-2 տարի հետո մեկը գալիս է մի հատ նորակառույց կողքից։ Մանումենտի բանի տները սաղվարի գնաց։ Կամ էլ լավ, առնում ես, ինֆրաստրուկտուրա չկա այդտեղ, դու կտրված ես լինում համարի աշխարհից, չգիտեմ, ճանապարհ չկա, ոչ մի բան չկա։ Գնացեք Վահագնի։ Ոչ մեկ բարձրակ չի սարքի։ Համայնք ունի քաղաքաշինական նորմատիվ, կուլտուրական բնակիչներ, եթե քլաբը անվանեն կարանք, իրանց քլաբը անվանեն գնացեք առեք, ոչ մեկ չի։ Իսկ կան այնտեղ քարակուսը։ Դրա էլ Վահագնում հողամասը $400-500 ու պլյուս, միայն հողամասը։ Ու այնտեղ շենքերը մենակ իրանց բանով կարելի։ Այնտեղ 2 հատ 4 հարգանի շենք է, առանձին, որովհետեւ պրիվատնոց չի խանգարում, եթե լինի էլ, այսինքն ինքը ինչ որ տենց համաձայնեցված նորմատիվները, դուք Վահագնում ինչ ուզեք չեք կարող սարքել։ Պետք է իրանց ճարտարապետական community-ին համաձայնություն տա, նախագիծը մի հատ իրանք հաստատեն։ Էլի ունեն ստանդարտներ, պարիսներ չեք կարող դնել։ Հա մնացած տեղերում չկա նման բանը։ Պետք է եթե ինչ որ մեծ էլի հողակտոր մաստավոր վերցնի ընկերություն, ասի սենց ա լինելու կամ ես կառուցում եմ այս վիճակով վաճառեմ կլինի։ Եթե խոսքը նորքի մասին է, չէ։ Նորքում կարող ստեսնես շքեղ ժամանակակից առանձնատուն կողքը ցիստերն։ Всё։ Ընդամենը $3 միլիոն, բայց քան փող եմ ծախսել։ Ասում դե ցիստերնը ռադար է տեղից, բայց չոլեր էլի։ Հավանում։ Ես միշտ հիշում եմ, գիտես ինչ, 18 թիվ, երբ որ Սերժ Սարգսյանը հեռացավ բանից, Բաղրամյանից։ Հա, իրան առաջարկում են ինչ որ, չէ, հա ճիշտ է, իրան առաջարկում են ինչ որ թաղամասերում հողատարածք կամ տուն, որովհետև պետությունը պարտավոր է ապահովել, չէ, տունը։ Հետաքրքիր է, այդ որ թաղամասերում էին առաջարկում, ու խոսակցություն կար, որ ինքը Փարիզ էր ուզում, բայց այդ թաղամասերում թույլ չէին տալիս նման բան։ Դե ես հիշում գիտեմ, միայն Վահագնի թաղամասն է, որ կավելի նմանատիպ փոքր նոր թաղամասեր լինեն, բայց Վահագնին չի թողում Փարիզ տնես ու նախագահի համար նորմալ է, որ ինքը ուզենա Փարիզ տնի։ Դե հա։ Ինքը հա ինչ որ տարածք ընտրել է մեծ շինարարության, եթե չեմ սխալվում Ջրվեժի կողմն է։ Ջրվեժը եթե հեռու չլիներ այդքան հոյակապ տեղ է։ Պրոստը ջրվեժ միջև հասնում ես, այնտեղ այնքան բան ես տեսնում։ Բնակելի շենքերն են, պանելային տակը, չգիտեմ, ոչխար են վաճառում, sense վիճակները ամեն ինչ կա։ Ճամփենելի մահավոր վիճակը ուզում սարքին, ես որ անցել եմ այդտեղով ու ես ինքս իմ սարկազմն արում եմ, փոսերի մեջ ընդամենը $2 միլիոն դուս էս ավտոդ քանդելով գնա տնից։ Լսի, եթե սոր արկել էին լինել գործակալ, ուղղակի աշխարհով մեկ արկել էին այդ մասնագիտությունը։ Դու ինչ բիզնես կընտրեիր, ինչով կզբաղվեիր։ Վլոգերությամբ։ Ինչ վատ բիզնես է։ Ինչ մի հատ նիշա կընտրեի ու կվարեի միգուցե։ Իրոք բլոգերություն կանեիր, որպես բիզնես։ Հայ քիչ է։ Ինքը շատ քիչ ինվեստիցիայով մաքսիմում ադաշով լավ բիզնես է։ Տեսնում ենք, այ։ Ռիսկերը չի պարունակում առանձնապես։ Մնում է այդ բլոգ չանեն։ Դա էլ է ճիշտ։ Դե ուրեմն քեզանից մի հատ խորհուրդ նորա ոնց որ նոր եկներին բիզնեսի մեջ։ Դու լինեն կրեատիվ, համարձակ, սովորող, այդ մատերի արանքով նայելը թարգեն հայկական անեն մի բան, խփեն մի կետի, մասնագիտանան, մեր պետությունում մասնագետների խնդրեմ կա։ Բոլոր ոլորտերում։ Այո։ Բոլոր։ Իրոք։ Ես միշտ ասում եմ, ասենք,
ոնց լավ լինես, եթե լինես լավ կոշկակար ավելի շատ գումար կաշխատես, քան լինես վատ հայտիշնիկ։ Այո, 100%։ Ցավոք, էքսպերտ լավը, խորացեք, սովորեք, այդ ուրփաթից ուրփաթ են ապրում։ Մարդու հետ խոսում ես դու ստրատեգիա, որ 10 տարի հետո ինքը երիտասարդա ինչ էս ճանապարհը որ կարա տանի, արի միասին անցնենք, ինձ էլ օգուտ, քեզ էլ օգուտ, բայց ասում ես չենք ուրփաթից հետո չի 5 օր հետո չի հասկանում ինչա լինելու, չի ուզում հասկանա։ Այսօր քիչ։ Դա մար ցավոք սրտի ոչ բարեղ աշխատողները շատ են բոլորի մոտ։ Ուղիղ կասեմ գողացողները շատ են։ Սենց ինչ որ անպատասխանատու կարիերայի բանի ամեն ինչի հանդեպ շատ են, դա վնասում է ընդհանուր մեր բիզնես ոլորտի բան։ Հետևալության կգնա դանդաղ, բայց թող մի քիչ երիտասարդները հիմա պետք է ավելի շատ փող աշխատեն, ավելի ցկտող լինեն, որովհետև ինֆորմացիայի դաշտը մեծ է։ 100%։ Քեզ շատ շնորհակալ եմ։ Իրոք շատ հետաքրքիր ստացվեց։ Ես համոզված եմ, եթե ոչ $100 պետք է տան այս բանի համար, այս վիդեոյի համար, ապա պետք է նայեն ուշադիր, որովհետև շատ հետաքրքիր ինֆորմացիա էր։ Մերսի քեզ։ Ես շնորհակալ եմ։